Այսօր քաղաքականության մեջ քաղաքական գործիչները միշտ էլ իրենց հակառակորդներին ցանկանում են գետնաթավալ անել ամենասուր եւ թունդ խոսքերով։ Համարում են դա իբր ամենագրավիչ զենքը քաղաքական պայքարում։ Մենք մարքսիստներս ողջունում ենք Arm Comedy նոր եթերաշրջանի շռայլ մուտքը եւ նրան ցանկանում ենք նորանոր հաջողություններ, ամենակարևորը հրեղեն բարձր հումորային ճաշակով քննադատական սատիրա, դաստիարակչական սատիրա, ուղղիչ դաստիարակչական սատիրա եւ բոլոր քաղաքական գործիչներին կոչ ենք անում ունկնդրել այդ ստեղծագործական կոլեկտիվի բանականությանն ու մտքին։ Մեկ խոսքով ասած, մենք մարքսիստներս մեր կողմից պլամեննի приветствуем։ Внушает страх. Волк и заяц, тигры в клетке, все они марионетки в ловких и натруженных руках. Տիկնայք և պարունայք, հայոցներն աշխարից և Armnews-ի տաղավարից, Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը և մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Բարև հայեր, առաջին ռազմայնասիրական Երևանյան շտաբից ողջունում է ձեզ։ Մենք սկսում ենք նոր երրորդ եթերաշրջանը, բայց նախ մի երկու խոսք կապված ամռան արձակուրդների հետ։ Ինչպես գիտեք, հուլիսը եւ օգոստոսը համարվում են пассив, լոքշայն ամիսներ լրատվության համար, եւ մենք հանգիստ խղճով գնացինք հանգստանալու, չմտածելով, որ կարող է մեր արձակուրդ գնալուց մի քանի օր անց տեղի ունենա, կներեք, ուրեմն տրանսպորտի գների թանկացում, հետո գների թանկացման դեմ ակցիաներ, հետո ակցիաները կմեծանան, կմիանան հայտնի մարդիկ եւ Ալեն Սիմոնյանը, ու վերջում մեծ սկանդալով այդ կհետաձգվի այդ թանկացումը։ Հետո եղավ ավտոկայանման սկանդալը, պարկոշիկներին փոխարինեցին կարմիր ներկով, որ մենք վճարում ենք 2000 դրամ ամսական, բայց իրանք մեզ չեն ասում արի հոպ լավա։ Հետո եղավ Ուսման վարձի թանկացման սկանդալը, հետո հիշեցին, որ պետք է լինի Փակ շուկայի սկանդալը ու դա էլ եղավ։ Գալու Սահակյանը ֆանտաստիկ ասուլիս տվեց, որը մեզ մինչև 2017 թվականի նոյեմբեր ապահովեց վիդեո բոցերով։ Հետո եղավ Կոմիտասի 5-ը իրար ռոմանտիկ ոստիկաններով, Ռաֆին վերադարձավ եւ խոստացավ իշխանափոխություն աշնանը, համարյա մտանք մաքսային միություն, իսկ արքայազն Ուիլյամի մոտ ծնվեց երեխա, Ուիլյամի մոտ։ Ուզում ենք ասել, սենց բան չեն անում։ Մենք ամառային արձակուրդներին տեղի ունեցածը համարում ենք դիվերսիա Arm Comedy դեմ եւ պատրաստվում ենք մեկ առ մեկ ամեն ինչի մասին խոսել, ամեն ինչի վրայով անցնել, բայց սկզբից ինչպես է մեր ժողովուրդը։ Յա, բարև, այս Սուրեի, գիտեք այս 2 ամսվա մեջ ինչեր ա եղել։ Գիտենք։ Հա, դե լավ, դե բարի գալուստ։ Մերսի, իսկ ինչպես է մեր ինտելիգենցիան։ Բարև ռիբյատը, այս վերջի 2 ամսվա ընթացքում իմացաք ինչքան բան եղավ։ Վերջ, բոտակա հաղորդումներում մեկ առ մեկ կանդրադառնանք վերջին 2 ամիսների դեպքերին, իսկ այսօր դիտեք։ Տրանսպորտի ուղևորը դարձավ 150 դրամ, բայց հետո էլի իջավ։ Գալուս Սահակյանը բացատրեց ինչու է պետք բարձրացնել գները։ Հայաստանը մտնելու է մաքսային միություն, ինչու, ոտ, ել։ Վազգենը Եվրոպաներում։ Մոդես Էտա կտիպը բովանդակություն է։ Փակ շուկան եւ Սամվել Ալեքսանյանը։ Գազի անսպասելի թանկացումից ընդամենը մի քանի ամիս անց անսպասելի թանկացավ քաղաքային տրանսպորտը։ Այո, մարշրուտները դարձան 150 դրամ եւ ագին մարդու դա դուր չեկավ։
Եկել են ոչ թե բողոքելու, խնդրելու կամ պահանջելու, այլ եկել են նախազգուշացնելու, որ չեն վճարելու տրանսպորտի նոր սակագինը։ Այստեղ սկսեցին ի հայտ գալ քաղաքապետարանի թաքնված աստղերը։ Տրանսպորտի բաժնի պետ Հենրիկ Նավասարդյանը բացատրեց ինչը ոնց է լինում այս կյանքում։ Իսկ հնարավոր է արդյոք գնի նորից իջեցում։ Կարծում եմ, եթե հնարավոր լիներ գնի իջեցում, գնի բարձրացում չէինք կատարի։ Տրամաբանական է հարցը, իհարկե, եթե գնի իջեցնելու տեղ կար, հնարավորություն կար, ինչի ենք մենք 150 դրամ դարձում, այն ինչ որ իջեցնելու հնարավորություն կար, մենք արդեն արել ենք։ Չեմ ուզում բացել բոլոր գաղտնիքների միանգամից, բայց քանի որ ես կինոն ես տեսել եմ, վերջում ես մարդը սխալվում է ու գների իջնում են էլի։ Բայց դրան դեռ կասենք։ Բողոքի ակցիաները շարունակվում էին երկար ժամանակ, դրանց միանում էին հազարավոր երիտասարդներ, շոու բիզնեսի մարդիկ, որոնք սկսեցին անվճար տեղափոխել մարդկանց։ Սեփական մեքենայով, սեփական միջոցներով օպերայից Կոմիտաս, այսպես ասած, մարդկանց տեղափոխենք եւ Կոմիտասից օպերա։ Այդ ընթացքում տրանսպորտի կապոտաչատ իրակալի մոտ սկսեցին լարվել նյարդերը։ Մի հատ հարց տամ էլի ձեզ։ Գնակու ու ստեղ շատերին թվաց, որ թթու խոսք է ասում Նավասարդյանը լրագրողին, բայց նա ցրեց բոլոր կասկածները։ Ես հեռախոսս անջատել եմ, իջացրել եմ ներքև, նորից խոսացել է, ասել եմ գնա, ես քո ներդերը չունեմ պետք է ասեի, բայց չկարողացա էլ ասեմ, որտեղ ներվայնացած էի։ Բայց քանի որ ներվայնացած էի, ասեցի գնա քո Չէ, մարդը տենց բան չի ասել, ասել է գնա, ես քո ցավը տանեմ, գնա ես քո չարը տանեմ։ Տենց ուզում էր, բայց ֆիզիկապես ինչել է գնա քո Լավ, այդ հələ հեչ։ Մի քանի օր անկոտրուն քաղաքացիական պայքարից հետո էկրանի առջև հայտնվեց քաղաքապետը սպիտակ ձիու վրա եւ վերհաստատեց արդարությունը։ Ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երևան քաղաքի տրանսպորտային համակարգի հետևողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել, ուղևորն անփոփոխ պահելու համար։ Աշխատել ենք շատ մանրակրկիտ։ Անկեղծ ասած, ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի կարողանանք այս ռեժիմով առաջ գնալ ու վարձավճարները չեն բարձրանա։ Այո, առաջին ռազմայնասիրականը ունի բացառիկ կադրեր այն պահերից, երբ քաղաքապետը անկեղծորեն հավատում էր, որ ուղևորը չի թանկանալու։ Պաշտոնապես քաղաքապետարանը հայտարարել է, որ սակագին չի բարձրանալու եւ մեր ժողովուրդը թող այդ մասով չմտահոգվի, չանհանգստանա, սակագինը ոնց մնացել է, այսպես մնալ է։ Դե մի քիչ էր որ ձգեիք, արդեն կմտնեինք մաքսային միություն, այնտեղ գազի հարցը կլուծվեր ինքնիրան։ Ցավոք այս ամենը կատարվեց այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ Եվրոպայի էպիկենտրոնում էր։ Ամեն դեպքում Տարոն Մարգարյանը ընդառաջ գնաց ժողովրդին եւ Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը։ Իսկ մինչ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի։ Ժողովուրդ, ինչ պետք է ասես։ Ես ուզում եմ ասել, որ իմ սոցիալապես անապահով խմբերը շնորհակալ են այս խորիմաստ, բայց ժամանակավոր որոշման համար։ Ապրի ժողովուրդը, բայց ապրի նաև քաղաքապետը, քչերը գիտեն, բայց մեր հատուկ լրագրող Մհեր Խաչատրյանը բացահայտել է, որ իրականում ուղևորը պետք է դառնար 202 դրամ, բայց քաղաքապետարանը զսպել է դա։ Մհերը զրուցել է փոխադրողների միության նախագահի հետ։ Ասացիք, որ օպտիմալ գինը, այսինքն օբյեկտիվորեն պետք է 200 դրամ լիներ, ու ձեր մոտ գաղտնի փաստաթուղթ կա, որ այդտեղից է։ Ոչ թե գաղտնի չէ, ոչ թե գաղտնի փաստաթուղթ, այլ չհրատարակված փաստաթուղթ, այսինքն քաղաքապետարանը գիտեր, որ 202 դրամ է ստացվում ուղևորը, բայց փոխադրողներին ստիպում էր, որ աշխատեն 100 դրամով եւ հաշվարկ ներկայացնեն 150 դրամի։ Ահա։ Ուզում ենք ունենանք նորմալ տրանսպորտ, բարեկիր ձևով, արժանապատիվ տրանսպորտ, մարդը կծկված չնստի տրանսպորտի մեջ տեղափոխադրվի, ուրեմն պետք է վճարի ավելի շատ։ Բայց մենք դառը փորձ ունենք, ախր միջավ 2005 թվականը, երբ որ թանկացման մասին խոսք չկար, էլի կծկված նույն վիճակներ։ Ինչ հույս ունենանք, որ փոխվի։ Չէ, ասեմ, սպասեք, ուրեմն մինչև 2005 թիվը
Դու ձեզ բավարարում էր կծկված գնալը, փոխադրողներին բավարարում էր իրենց եկամուտը։ Ով ասում, որ ինձ բավարարում էր։ Չէի կօգտվի դեպքում այդ տրանսպորտից։ Ուրիշ ճար չունեմ, հիմա էլ եմ ճարահայտել օգտվել։ Չէի կօգտվի։ Ոտքով կգնայի։ Ոտքով որ կգնայի, ես այն ժամանակ։ Ինչ աշխատանքի։ Ես այն ժամանակ ապրում եմ Աբովյան քաղաքին մոտ համարյա, ոտքով պետքա գա Երևան գնայի ձեր կապ։ Չէ։ Այնտեղից 200 դրամանոց տրանսպորտ օգտի գայի Երևան, Եկել եմ կծկված։ Աբովյանից կծկված։ Հա։ Մանկությունս կծկված է անցել։ Շատ վատ է դա։ Մհերը փաստորեն քանի տարի կծկվում էր։ Ինչքան բան չգիտենք մհերի մասին։ Լավ, ուրիշ սուր հարցեր մհեր։ Իսկ ինչի սկզբում չլավացնել, հետո վճարեն մարդիկ։ Ինչով։ Այսինքն ձեր կարծիքով գծատերերը այդքան վատ վիճակում են հիմա։ Բոլորը։ Ձեր ընկերներից մեկը գիտի, որ մարդկա դատվում է, այսօր մարդկա դատվում է։ Մեր հաշվին պետքա դատվում։ Չէ, ձեր հաշվին չէ։ Իր աշխատանքային գործունեության արդյունքում դատվում է։ Մարդկա դառնա բանկրոտ։ Եվ մեկը չի, երկուսը չի։ Կլինի, ես այդ եմ ասում, կլինի սկզբում բարեկարգեն վիճակը։ Կլինի, բայց որ հավատանք։ Կլինի, բայց սկզբից։ Լավ, չեղավ պաստորեն սկզբից լավ երթև եկելը։ Ավելի սուր հարց մհեր։ Մի հատ էլ sense անական հարց էլի, դուք գիծում եք ինչ որ։ Դրա համար պիտի խաչ անեմ։ Ոչ։ Իդեպ գծատերերի մասին Գալուս Սահակյանը այդ ընթացքում բացահայտեց գների բարձրացման իր իմացած պատճառը։ Մինչև հիմա տարեկան պիտի մեկ անգամ անվատողեր փոխվեր, 3 տարին մեկ էր փոխվում։ Տարեկան 5-6 անգամ քսուկները պիտի փոխվեին, տարեկան մեկ անգամ էր փոխվում։ Այսինքն վերջին 10 քանի տարվա ընթացքում հազարավոր ուղևորների կյանքը ռիսկի էին դնում, իսկ հիմա որոշեցին էլ չդնել։ Բայց երևի ընդհանուր որակն էլ կլավանա, չէ, էլ իրար վրա խեղդվելով չեն երթևեկի։ Հաստատ։ Ես ընդհանրապես ասում եմ, թանկացումը սպասարկման բարձրացում չեմ կարծում որ կլինի։ Ընդհանրապես կպահպանի եղածը։ Դե, բայց եղածը կպահպանվի նույն մակարդակի վրա ի օգուտ ժողովրդի։ Ու ոչ միայն դա ի օգուտ ժողովրդի, նաև պարզվում է մեկ այլ գործընթաց սկսվեց։ Որակական փոփոխությունների է ենթարկում ամբողջ հասարակությունը եւ ցանկանում է մասնակցել ընդհանուր կառավարման process-ներին։ Սա հենց նա է, երբ ասում ենք քաղաքացիական հասարակության ձևավորում։ Այսինքն դրականը նա է, որ դրա մեկնարկը արդեն այս ամռան ընթացքում մենք զգացինք։ Այո, իշխանությունները նաև հպարտությամբ ստեղծեցին քաղաքացիական հասարակությունը։ Այդ հենց ի օգուտ ժողովրդի համար ստացվեց։ Եվ այսպես, եթե հենց նոր կոմայից չեք արթնացել, ուրեմն պետքա որ լսած լինեք, որ մենք բուռն ցանկություն ենք հայտնել միանալ Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի մաքսային միությանը։ Բայց ես մի տեսակ չզգացի ոնց հայտնեցի այդ բուռն ցանկությունը։ Դες մեկ-մեկ երբ բոլոր էներգառեսուրսները երկրի տալիս ես մեկ այլ երկրի, այ չես զգում այդ ցանկությունը ոնց է արտահայտվում։ Мы провели также обстоятельное обменение по вопросам евразийской интеграции, и я подтвердил желание Армении вступить в таможенный союз и включиться в процесс формирования Евразийского экономического союза. Ինչ հիմա սպասում եք, որ պետք է թարգմանեինք, վերջացավ այդ բանը, գնացեք մարից ռուսերեն սովորեք։ Ամեն ինչ տենց հետաքրքիր չէր լինի, եթե մենք միաժամանակ շատ բուռն սիրավեպի մեջ չլինենք Եվրամիության հետ։ Բայց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կոչ արեց կարծրատիպերի զոհ չդառնալ ու վստահեցրեց, որ մենք շատ հանգիստ կարող ենք երկու նապաստակի հետևից ընկնել ու երկուսին էլ բռնել։ Հայտնի է այն կարծիքը եւ մոտեցումը, որ մաքսային միության անդամակցությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտի ձևավորելու մասին համաձայնագրի որոշ դրույթների հետ հակասելով։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը հայտնի է։ Մենք միշտ համարել ենք, որ պետք է փորձել համադրել այդ դրույթները։ Ախր տենց ոնց կլինի։ Մի պահ պատկերացրեք, որ երկու ընկերի ունեք, Կատյան եւ Ֆրանսուազան, այդ առաջի անունն է, որ մտքիս եկավ։ Մի խոսքով, երկու ընկերուհի ունեք ու գալիս է մարտի 8-ը։ Ֆրանսուազայի աչքի առաջ դուք Կատյային ասում եք, որ Կատ ջան, մարտի 8-ը նշելու եմ только с тобой։ Հիմա հարց. ինչ կլինի, եթե սրանից հետո Ֆրանսուազային ասեք,
Դե Ֆրանսուազ ջան, կյանք կարողա ձեր տունել անցնեմ, եթե շատ ուշ չլինի այդ օրը։ Տենց կլինի։ Կլինի տենց։ Jamais։ Եթե Ֆյուլեն ասում է չի ուզում, դա իր գործն է, բայց մենք ուզում ենք։ Այս մասին այսօր հայտարարեց ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում նոյեմբերին նախաստորագրել ասոցիացման համաձայնագիրը, երբ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը դա հնարավոր չի համարում։ Ֆյուլե ջան, այդ ձեզ հիմա է թվում, որ դուք չեք ուզում, բայց կովկասյան տեմպերամենտ կա, բան կա, որ լավ մտածեք, կհասկանաք, որ ուզում եք։ Լավ, տեսնենք մեր քաղաքական ուժերը ինչպես են արձագանքում Եվրոպայի այս դիրքորոշմանը։ Օրինակ երկրորդ ամենամեծ ուժը ԲՀԿ-ն ինչպես արձագանքեց Ֆյուլեին։ Ֆյուլեն ով է։ Okay, լավ, ընդդիմությունը ինչ կարծիքի է։ Շատ բարդ հարց ես տալիս։ Եթե կարճ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար քննադատեց որոշումը ընդունելու ձևը, ասեց, որ ինքն ու Ելցինը լրիվ ուրիշ ձև էին ընդունում նման որոշումներ, ինչից հետո Էդուարդ Շարմազանովը նրան անվանեց քաղաքական թոշակառու, իսկ Լևոն Զուրաբյանը հակադարձեց, որ այդ քաղաքական թոշակառուի ելույթը YouTube-ում դիտեց 26000 մարդ։ Նման բան Հայաստանի ինտերնետային պատմության մեջ չի եղել։ Դե չհաշված այս աղջկան, ում դիտել է 37000 մարդ։ Իր հագուստի ոճը ինձ ընդհանրապես դուր չէր գալիս, ամեն շատ հասարակ, ամեն օր նույն գույները, հագուստի թափորներ եւ սև պայուսակ։ Իհարկե չեն կարող չնշել նաև այն մեղմ ասած անհարմար վիճակը, որի մեջ հայտնվել էր փոխարտգործ նախարար Շավարժ Քոչարյանը, ահա նա 3 շաբաթ առաջ Տեսեք, մենք ունենք ազատ առևտրի ռեժիմ պայմանագիր Վրաստանի հետ։ Եթե դու դառնում ես մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես։ Բայց հետո նա փորձեց բացատրել, որ երբ ասում էր կկորցնի սուվերենությունը, նա նկատի չուներ, որ կկորցնի սուվերենությունը։ Դուք ասել եք, որ մտնելով մաքսային միություն Հայաստանը կկորցնի իր իշխանությունը։ Հիմա դարձել պնդում։ Ես այդպիսի բան չեմ ասել։ Հա, չհաշված իհարկե, որ ասել եք։ Եթե դու դառնում ես մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես։ Մաքսային միության անդամ դառնալը դա նշանակում է ինչ որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակասը ցանկացած մաքսային միությանն է վերաբերում։ Ինքնիշխանության հարցից զատ ժողովուրդը վրդոված է, որ ախր իրեն չեն հարցրել այս ամեն ինչի մասին։ Դե հա, էլի գոնե մի քեզ բերան հարցնի, կարող է ես էլ էի համաձայն։ Ընդդիմությունը դժգոհում է, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել որոշումը։ Անարդար են դժգոհում, ես երեք կարդացի համանդրության հոդվածը, որտեղ որ նախագահն է ղեկավարում արտաքին քաղաքականությունը։ Հետո կասեք մաքսային միությունը ոչ մի պլյուս չունի, հենա Հովիկ Աբրահամյանին արդեն ստիպեց սահմանադրությունը բացել։ Սենց որ գնա գուցե վաղը մեկ այլ հոդվածի հանդիպի, այն որ ասում է ազգային ժողովի падգամավորները չեն կարող գործարար լինել։ Լավ, սա հեչ։ Ինչ ենք մենք կարճել Ռուսաստանից, իրանց այդ երկրում էլ ահագին խնդիրներ կան, գազը մեր համար է թանկացնում են, ինչն է մեզ այդքան գայթակղում։ Գուցե Ռուսաստանի կառավարության աշխատասիրությունը։ Մինչև ուշ ժամ մարդիկ աշխատում են, քրտնաջան։ Լավ, քանի որ Վազգենը գտնվում է Իսպանիայում, կապվենք, տեսնենք ինչպես են եվրոպացիները տանում մեր նշանդրեքը Ռուսաստանի հետ։ Վազգեն Սիտո, ինչ կա Իսպանիաներում։ Էլ Իսպանիաներում չեմ, տղեկ, տուֆտա տեղ դուս եկավ։ Ինչի։ Սենց ասեմ, ապելսին հավաքել եմ, մենակ առաջի հայացքից է տենց թույնի ձեա թվում, 2 տոննա որ ուտում ես, արդեն համը դուս է գալի։ Բա հիմա որտեղ ես։ Դե Եվրոպաներում էլի, կոնկրետ հիմա որ ասեմ պետք է Ինտերպոլը էլի համը հանի, սենց ասեմ, ոչ թե Վազգենիստո, այլ Վազդոլֆ։ Հասկացա, լավ, Վազդոլֆ, հասարակ եվրոպացիները շատ են նեղվել, որ մենք մեր հարուստ մշակույթով չենք ինտեգրվում այդ կողմերը։ Հա, տղեկ ջան, իսկականից ֆրանսիացիները դեպրեսիայից հրաժարվում են կրուասան ուտել, իտալացիները բոյկոտում են ֆուտբոլը, հոլանդացիները գույշերը դուրս եկան ու սաղ ուռելու օբյեկտները ջարդեցին։ Պաստորեն Եվրոպան սկում է։ Նել ոնց, հիմա քանի որ Հայաստանը խոր ու համապարփակ չի ասոցացում, ինձ են խոր ու համապարփակ ասոցացնում ստեղ։ Այդ քո X երկրում։ Հա դեստեղ հզոր պորնո ինդուստրիա կամ անթշից դերասաններ էլ չեն նկարվում։ Խոսքով էլի։ Վայ, Վազդոլֆ, ասա թող չուսատվեն գերմանացիները, դեռ ոնց է լինի մի բան ստորագրենք իրանց հետ։ Արա, ասեցի Ինտերպոլին պալիտ չանեք, որ Գերմանիայում։ Գալիս են, էդ էիք ուզում, հա։
Arm Comedy հյուրանոցը այլևս եթերում չի, քանի որ մի քիչ փոքրացրել են մեր հյուրանոցը, բայց մենք հասցրել ենք ցրել այնտեղից բազմոցը, որի վրա եւ անցկացնելու ենք կարճ փոքր հարցազրույցներ։ Նաեւ ցրել ենք մի քանի բարձ, բայց դե դրանք չեք տնա հետ։ Բարձերը կորել են։ Մեր հյուրանոցային բազմոցի Անդրանիկ հյուրն է հայտնի դերասան, հաղորդավար, նորմալ է, տես ներկայացնեմ։ Հա, ոնց արմա։ Հա։ Հումորիստ Հովհաննես Տազոյանը։ Բարև, Հովհաննես ջան։ Բարև ձեզ։ Հով գիտես, որ ինչ-որ մեկը Facebook-ում էջ է բացել քո նկարով բան ու սաղորը ընդդիմադիր քննադատական բաներ է գրում։ Էդ ես եմ գրում։ Հա։ Հիմա դու դերասան ես, այլ շատ շոումեն, թե քաղաքացիական ակտիվիստ։ Հա, քո ոլորտը որն է, որոշել ես։ Ոնց ուզում եք հասկացեք դա։ Նո, ինչ է։ Հա, լրջի մի տոժ, հարցը, սա հարցազրույց է, անկաշկանդ, նորմալ։ Չէ, հիմա հարցեր եք տալիս, եթե նորմալ հարցեր պատասխանեմ։ Ինչ-որ կինոյում ես նկարվել ձիով քայլ, հա, ինչ-որ նոր ձիերի մասին է այդ կինոն։ Մեկ էստեղ էլի, խոսա որտեղ միկրոֆոն մի հատ է։ Շախմատի մասին է։ Մեկը բան կպատմես։ Ֆիլմը դուրս կգա, կտեսնենք հիմա ինչ ես ձեզ պատմեմ։ Հայ-ղազախական ասում են այդ ֆիլմը, այսինքն արդեն Եվրասիական միություն, բան, հա, այդ բաներն է։ Անձամբ Պուտինն է նկարել։ Չէ, այդ հարցը բան չենք անում, քիչ ավելի լուրջ էլի այդ պահը։ Ճիշտ է, որ Մկոնել է այդտեղ հետ նկարվել։ Հա, այդ հա Մկոյի հետ է։ Ինչ դեր է։ Հա, կյանքում ինչ ձև է Մկոն։ Բոյովա։ Նա ոչ բանից խոսանք, ինչ որ նախագիծ եք, չէ՞ անում Մկոյի հետ։ Հա, այդ ինչ է։ Հա, նոր նախագիծ է։ Նոր նախագիծ է Մկոյի հետ, կոչվում է տնփեսա, որը Ճիշտ է, որ Մկոն պարտադիր նկարման ժամանակ պետք է մի լիտր թանկ խմի։ Հա, այդ ճիշտ է։ Հիմա ձեզ Էդ է հետաքրքիր թե բովանդակություն է հաղորդում։ Հովո ջան, սա շոու բիզնես լուրեր են, այդ կարևոր է։ Որն է Մկոյի սիրված միրգ օրինակ։ Դու կարող Մկոյին եք ուզում կանչել։ Սիրվան է։ Հա, օքեյ, չէ, նորմալ է սա։ Իսկական չէ, ճիշտ է։ Մեր հյուրն էր այսօր Հովհաննես Ազոյանը, շնորհակալություն։ Չփոշման ես դու։ Երկու հատ խնդալու բան կար է։ Ներկայացնում եք որպես դերասան, հումորիստ, մի հատ կատակ, մի հատ դերասանություն է։ Ոնց որ առաջի հարցազրույցը չէ։ Արի մի հատ էլ անենք։ Մկոյին կբարևես անգաման։ Հերթական հարցազրույցը լրագրողներին տվեց առաջին ռազմարանասիրականի գլխավոր հովանավորներից մեկը Սամվել Ալեքսանյանը։ Բայց այս անգամ նա պայման դրեց լրագրողների առաջ։ Ես ձեզ հարցազրույց տամ, գնում եք Մալացիայի հիվանդանոցում, ես ձեզ հարցազրույց եմ տալի, համ Փակ շուկայից, համ հիվանդանոցից։ Ինչ է ուզում հենց հիվանդանոցում հարցազրույց տա։ Ստեղ երկու տարբերակ կա։ Կամ ուզում է որ լրագրողները տեսնեն, որ պատմամշակութային հուշարձանների հերն անիծելը համատեղում է նաև լավ բաների հետ, կամ ավելի հավանական տարբերակ, որ պետքա բժշկից թուղթ վերցնել, որ այդ օր ազգային ժողովից շուտ տուն թողնեին։ 15-ին 61 Փակ շուկան։ Ասում են 60։ Են կանեք ձեր անունով արևով են երթվում, պարոն Ալեքսանյան։ Ես չէ։ Դու ես երթվում, քեզ ափսոսանյա։ Ինչ կանեք։ Դե են որ եկել էին Երևանցի Փակ շուկայի մոտ Ալեքսանյանին աջակցելու համար։ Ինչ։ Չես տեսել այդ կադրերը։ Սիրո խնդալու չի։ Լավ էլ սարքել էր ձայները մարդիկ բան Photoshop էր, չէ։ Հա նարեկ, Photoshop էր։ Այս Photoshop-ի մասին դեռ կխոսենք մյուս հաղորդումներում, բայց վերադառնանք Ալեքսանյանին։ Նա վստահեցրեց, որ Երևան Փակ շուկայի հետ ոչ մի կապ չունի։ Իշխանությունը ձեզ ասում է, մենք ձեզ թույլ չենք տվել, դրա համար եկան ձեզ իշխանությունից պաշտպանել։ Այժմ դուք հարցերը դեռ Փակ շուկայով տնօրեն կա, յալ հարց։ Ով է տնօրենը, չէ՞, սեփականատեր դուք եք, չէ՞։ Ես սեփականատեր չեմ։ Բա ով է։ Վախեն մեզ սուտ Մկրտչյան Վակ։ Բա ինչի՞ են մեզ սուտ ասում, որ դուք եք սեփականատերը։ Ահա, հիմա ապոզվեցիք։
Մոտս ոնց է դեժավյու ասում, գիտեմ հիմա ինչ ես ասելու ես հիմա կարևորը մի քանի վայրկյան անց չընդունի, որ փակ շուկան իրենն է։ Հա, էլի, կարևորը մի քանի վայրկյան անց չընդունի, որ շուկան իրենն է։ Ոչ է մի օր խիղճներից վրա կգա, խիղճը կգա, ես կխեղդի, կգրեք ճիշտ է։ Բայց այդ խիղճը երբ է գալու, որ այդ պատմամշակութային արժեքը Այդ պատմամշակութային արժեքը ես փլկել եմ։ Զիբիլանոցից, Կռիսանոցից։ Բայց ախր Մկրտչյան Վահագը չէր փրկել։ Մենք հենց նոր լսեցինք ու հավատացինք, սենց որ անը կարող է մարդիկ սկսեն չհավատալ ձեր խոսքերին։ Ձեր խիղճը բա երբ պետք է արթնանա, որ ասենք այս մենաշնորհներ չլինեն, թող այդ գործարանները շնչեն, փոքր բիզնեսը չարտագաղթի երկրից։ Այժմ ես բիզնեսով չեմ զբաղվում։ Նման հարցի ինձ մի տուր։ Դուք մենաշնորհներ ունեցող։ Ես չունեմ։ Չէ, մեկա չեմ կարող չհավատալ։ Լավ, մի հատ մենաշնորհը ինչ է, որ այս մարդուն չեք տալիս։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ին, հիշեցնենք, որ այսուհետ մենք եթերում ենք շաբաթը 3 անգամ 23-ից 30-ին 50%-ով ավելի հաճախ։ Հենց որ կա երկրում դեռ ոլորտ, որը երկնիշ աճ է ցուցադրում։ Իսկ վերջում դիտեք վիդեո բոցը։ Ես միայն հաստատում եմ, որ հանրապետականում ուղեղներ կան։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Do you know where that shark bites? Արա PS-ը չենք արել։ PS-ը որ արա նոր ենք սկսել, չէ՞։ Հա, մյուսը կամ կարող է, հա,